Եթե ձեզ միշտ հետաքրքրել է կարելի է արդյոք աշխատել գումար թրեյդինգով, եկեք ես ոչ միայն կպատասխանեմ ձեր այդ հարցին, այլ նաև կցուցադրեմ ձեզ։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է trading լրիվ անվճար։ Եկեք այսօր մենք կօգտագործենք մեր ծրագիրը եւ իհարկե կկատարենք մանրակրկիտ վերլուծություն, որpիսի դուք հասկանաք մեր ծրագիրը արդյոք լավն է թե ոչ։ Ես էլ ուզում եմ ժամանակ առ ժամանակ ստուգել մեր ծրագիրը։ Եկեք հիմա բացենք Phoenix Premium AI-ը եւ այս ծրագրի օգնությամբ ես հիմա կկատարեմ trade։ Եկեք ամենաառաջին արժույթից սկսենք outcut։ Գնում։ Հիմա մեզ պետք է որպեսզի մենք գտնենք լավ տոկոս outcut։ 53% լավը չէ։ Եկեք ստուգենք outCHF։ Կրկին ասում է գնում։ Եկեք ստուգենք տոկոսը։ 86%։ Եկեք հիմա 5 րոպեով եկեք կատարենք $50 գնում եւ հիմա եկեք տեղափոխվենք TradingView կայք եւ կատարենք մանրակրկիտ վերլուծություն outCHF, եթե չեմ սխալվում։ Ահա։ Արդեն պարզ է ինչի մեր ծրագիրը մեզ ասեց կատարել գնում։ Եկեք հիմա կատարենք այն մանրակրկիտ վերլուծությունը, որը որ մենք արդեն իսկ սովորել ենք։ Ինչ ենք տեսնում մենք։ Ներքևում կա աջակցման հատված, որից մեր մոտ սկսվել է շարժում դեպի վերև, այսինքն մեր մոտ բարձրացող trend է։ Հիմա եկեք տեսնենք հենց ինչ է կատարվում մեր մոմերի հետ։ Նայեք, այս կարմիր մոմերի ներքևում կան մեծ ստվերներ եւ դա ի վնաս է մեր վաճառողներին, այսինքն կարմիր մոմերին։ Եվ այսինքն մենք կարող ենք ենթադրել, որ մոմայի վերլուծության առումով կրկին մենք պետք է կատարեինք գնում։ Այո, այս վերջի մոմը ունի լավ մարմին, բայց հələ եկեք տեսնենք, որ դեռ չի փակվել այս մոմը։ Եվ ինչ է կատարվում մեր այս ծավալների հետ։ Եկեք ես հիմա կատարեմ stop կադր։ Ինչ եք նկատում։ Նայեք, ծավալները իջնում են, այսինքն ծավալների ուժը մեր էներգիան կամաց նվազում է։ Եվ արդեն իսկ մենք կարող ենք ենթադրել, որ մեր վաճառողները թուլություն են ցուցադրում։ Եվ եկեք հələ տեսնենք, կա այստեղ լավ երկրորդական աջակցման հատված, որից որ մենք ինքնավստահ կկատարենք համ գործարք, համ եթե պետք լինի դագոն։ Եկեք նշենք, նայեք, հատվածները մենք նշում ենք մեր մոմերի, ստվերների եւ մարմինների կանգ առած կետերով։ Եթե դուք թրեյդինգին ընդհանրապես չեք տիրապետում, ապա ես ունեմ արդեն իսկ երկու կուրս։ Անվճար կուրսեր, որոնք որ մեր YouTube-յան ալիքի playlist-ում դուք հաստատ կգտնեք։ Հիմա եկեք հələ հասկանանք, թե ընդհանրապես ինչ վիճակի են մեր գնորդները։ Եկեք հələ տեսնենք։ Մի քիչ մանրակրկիտ վերլուծություն եկեք կատարենք։ Նայեք, ուրեմն մեր այս վերջին երկու մոմը կանաչ ուժեղ է, բայց մենք հասկանում ենք, որ որքան էլ որ ուժեղ լինենք, մենք մեկը հոգնում ենք։ Այսինքն մարդն էլ, եթե ինքը շատ ուժեղ է, ուժեղ սպորտսմեն է, բայց այնուամենայնիվ նա պետք է հանգստանա։ Նայեք, այս դեպքում, երբ որ մենք հասել ենք մեր մաքսիմումի, մեր գնորդները ուղղակի գնացել են հանգստանալու, բայց նրանք ուժը արդեն ցուցադրել են եւ հիմա մի քիչ նահանջում են եւ ուզում են իրենց բազայից ուժ հավաքել։ Ես հատվածները ներկայացնում եմ որպես բազա։ Նայեք, եկեք տեսնենք, այստեղ պրինցիպի մեր գնորդները կարող են հանգստանալ, ուժ հավաքեն եւ կրկին շարունակեն իրենց շարժումը։ Եվ ես չգիտեմ կկոտրեն այս վերևի մեր գլխավոր դիմադրության հատվածը թե ոչ։ Այսինքն հնարավոր է կոտրեն, հնարավոր է չկարողանան, բայց դա էական չէ, մեր համար կարևորը մենք այս պահին վերցնենք մեր պլյուսը։ Եվ հիմա նայեք, մեր մոտ, այո, հիմա մի քիչ դժվար եւ բարդ սիտուացիա է։ Այսինքն դուք պետք է հասկանաք, որ թրեյդինգը ունի 100%-անոց արդյունք։ Բայց եթե դուք ունեք գիտելիքներ, դուք կարող եք գտնել լավ հատվածներ, որոնցից որ դուք կարող եք կատարել դագոն, դուք ընդհանրապես մտածելու բան չունեք։ Այո, թրեյդինգում դուք չեք կարող երբեք 100%-ով ասել, որ հիմա կբարձրանա վերև գրաֆիկը։ Այդ իսկ պատճառով կա risk եւ money management օրենքներ, չկորցնել 5%-ից ավելին։ Եվ այդ իսկ պատճառով մենք չենք կատարում մեր ամբողջ բալանսով գործարք։ Եթե մենք
Իմանանք, որ այ այստեղից 100%-ով մեր մոտ կփակվի պլյուս մեր գործարքը, մենք իհարկե կվերցնենք եւ ամբողջ բալանսով կկատարենք գործարք, այս պարագայում գնում։ Հիմա ես այ այստեղից մենք կարող ենք կատարել գնում։ Եկեք կատարենք այ այստեղից 2 րոպեով, եկեք 2 րոպեով կատարենք գնում, բայց ես տեսնում եմ, որ այ այստեղ կա մինիմում, եկեք հələ նշենք այս մինիմումը։ Այ այս մինիմումից ես ավելի ինքնավստահ կկատարեի գնում, բայց ինչպես ասում են, դեռ ուշ չէ եւ հնարավոր է, որ մենք երկրորդ տագոնը օգտագործենք։ Իհարկե, այս իմ վերջին վիդեոներում ես միանգամից պլյուս եմ փակվում, մի 4-5 վիդեո ես միանգամից պլյուս եմ փակվում։ Այո, շատ լավ է դա։ Ես ուրախ եմ, որ դա այդպես է, բայց այնուամենայնիվ Թրեյդինգում կան այ այսպիսի սիտուացիաներ, այ այսպիսի, երբ որ դու կատարում ես շատ լավ վերլուծություն, դու 80%-ով վստահ ես, որ այ այստեղ պետք է կատարես գնում եւ չգիտես ինչի աշխատում է այն վատ կեղտոտ 10%-ը, երբ որ դու պետք է փակվեիր պլյուս, բայց չփակվեցիր։ Եկեք տեսնենք մեր գեղեցիկ այս մինուսը։ Ինչ ցավալի է, չէ՞։ Դա կատակ էր, մենք այնուամենայնիվ կփակվենք պլյուս։ Կփակվենք, եթե մենք պահպանում ենք risk եւ money management օրենքները, ապա մենք կարելի է ասել մտածելու բան չունենք։ Նույնիսկ եթե ես հասկանամ, որ այսօր իմ օրը չէ, այսօր պետք չէ կատարել trading, ես ուղղակի կփակեմ գրաֆիկը եւ չեմ կատարի trading։ Այսինքն ես չունեմ ինչ որ էմոցիոնալ կապվածություն կոնկրետ այս OutCHF-ի հետ։ OutCHF-ը իմ թշնամին չէ, եւ դուք նույնպես պետք է հասկանաք, որ trading-ը ձեր հակառակորդը չէ, այս արժույթները ձեր թշնամիները չեն, դուք պետք է ոչ թե փորձեք նրանց հաղթել, այլ պետք է փորձեք հասկանալ նրանց լեզուն։ Եթե այս պահին պետք է, որ դուք նրա հետ միասին բարձրանաք վերև, դուք պետք է բարձրանաք վերև, եւ այստեղ մենք դիմավորում ենք մեր գեղեցիկ պլյուսը։ Ահա, եկեք հիմա կրկին մեր ծրագրի օգնությամբ մենք գտնենք արժույթ եւ կատարենք Եվս մեկ գործարք, նայեք վերջ, էլ մեր ծրագիրը մեզ չի թույլատրում կատարել trade։ Եվ մեր սկսնակները իհարկե պետք է էլ չկատարեն trade, բայց ես, քանի որ ես ձեր համար պետք է վիդեո նկարեմ, քանի որ դուք միացրել եք, որպեսզի սովորեք trading, եկեք կատարենք առանց ծրագրի, ինչ կլինի, որ եկեք։ Ուղղակի եկեք գտնենք լավ տոկոսով արժույթ իմ սիրելի թրեյդերներ ջան, օրինակ կա CHF-ը լավ տոկոս ուներ։ Ահա, եկեք կաց, չեմ սիրում այսպիսի բակավիկային շարժումներ, նայեք, օրինակ այս բակավիկի ժամանակ մենք գիտենք, որ ներքևից պետք է բարձրանա վերև, իսկ վերևից ներքև, բայց եկեք հələ կատարենք։ Ինձ թվում է ձեզ հետաքրքիր կլինի, թե ինչ է իրենից ներկայացնում այս բակավիկը, բայց ասեմ այս բակավիկները շատ անիմաստ ռիսկային սիտուացիաներ են։ Ընդհանրապես խորհուրդ չեմ տալիս։ Հիմա նայեք բակավիկի իմաստը։ Այն որ շատ մտածել է պետք չէ այս բակավիկի ժամանակ, նայեք, բակավիկի իմաստը այն է, որ մենք ունենք ներքևում աջակցման հատված, վերևում ունենք դիմադրության հատված եւ այսպես տեղ է ունեցել շարժում դեպի վերև, հետո ներքև, վերև, ներքև, վերև, ներքև։ Եվ այսպես շարունակ, նայեք։ Եվ այստեղից ես կատարում եմ գնում, բայց ասեմ իմանաք այս բակավիկները, չգիտեմ ոնց որ ծուղակ լինեն։ Այն որ դու հիմա մտածում ես, որ պետք է բարձրանա վերև, այս մեր գրաֆիկը կարող է վերցնի եւ իջնի ներքև։ Դրա համար, չգիտեմ, այս բակավիկների ժամանակ այդքան չի աշխատում մեր մոմային եւ ծավալային վերլուծությունը եւ չեմ էլ ուզում նույնիսկ խոսել թրենդի մասին, թե ինչ թրենդ։ Դրա համար այս բակավիկը ուղղակի մենք պետք է հատվածներից կատարենք գործարք եւ այդ իսկ պատճառով ես չեմ սիրում այս բակավիկները։ Հա, ես հնարավոր է միանգամից հիմա պլյուս փակվեմ։ Շատ հնարավոր է, բայց չեմ սիրում, ինչ անեմ։ Հիմա մինչ մեր գործարքը կավարտվի, եկեք ես ձեզ ծանոթացնեմ մեր այս ալիքների հետ եւ ասեմ, թե ոնց կարող եք դուք ձեռք բերել այս մեր երկու հրաշք ծրագրերը։ Phoenix AI նույն Phoenix Premium AI-ն է ուղղակի OTC արժույթների համար։ Եկեք։ Հիմա նայեք,
Մենք ունենք բաց Telegram-յան ալիք, որտեղ որ կան ձեզ հետաքրքրող այս բոլոր հղումները։ Այս բոլոր բացի մեր փակ ալիքից եւ ծրագրերից, բայց հիմա կասեմ, թե ոնց ձեռք բերեք մեր ծրագրերը եւ ինչպես մուտք գործեք փակ ալիք։ Հիմա նայեք։ Սա մեր դիտորդների արդյունքների ալիքն է։ Այս ալիքն է, եկեք սեղմենք։ Ահա, դուք կարող եք մտնել եւ ծանոթանալ։ Ես այդքան համբերություն եւ ներվեր չունեմ, որպեսզի ձեզ ցուցադրեմ իմ բոլոր դիտորդների արդյունքները։ Կարող եք ինքներդ նայել։ Դուք նույնպես կարող եք ուղարկել, նայեք, այո, բոլորդ կարող եք ուղարկել ձեր արդյունքը այս բոտի միջոցով։ Այս բոտն է։ Հիմա մենք ունենք օգնական ծրագիր։ Նաև ունենք մոդերատորների օգնություն։ Եկեք, օգնական ծրագիրը ձեզ օգնում է այս մինիմալ տեխնիկական խնդիրների դեպքում, ինչպես համալրել, ինչպես կանխիկացնել մեր այս օգնական ծրագրերի օգտագործման ձևն է, նայեք։ Ծրագիր առաջին, ծրագիր երկրորդ։ Ահա։ Հիմա ինչպես միանալ մեր փակ ալիքին։ Եկեք հələ տեսնենք։ Գրանցվեք Pocket Option կայքում մեր հղումով։ Այդ հղումը թե այստեղ է, թե բաց ալիքում է, թե վիդեոյի ներքևում է, եւ թե մոդերատորին էլ գրեք գտածես։ Կատարեք $20 դեպոզիտ, այսինքն ձեր բալանսին, այս բալանսին պետք է լինի մինիմում $20, որպեսզի դուք լինեք ակտիվ տրեյդեր եւ անիմաստ տեղ չզբաղեցնեք եւ մեր ծրագիրը անիմաստ տեղ զբաղեցնելու պատճառով դանդաղ չաշխատի։ Այսինքն ունի լիմիտ եւ հենց այդ լիմիտը լրացավ, ես կփակեմ իմ ալիքը լրիվ եւ էլ ոչ մեկ չի կարողանա մուտք գործի։ Մենք կաշխատենք մեր թիմով։ Այս պայմանները կատարելուց հետո ձեր UID-ը, ձեր Pocket-ի ID-ին պետք է ուղարկեք այս bot-ին։ Այսպես թվերի միջոցով պետք է ուղարկեք։ Ինչպես իմանալ ձեր UID-ը։ Այս ավատարկի վրա սեղմելով դուք կարող եք իմանալ ձեր UID-ը եւ մեր լույսը, ինչպես միշտ, սիրում է մեր վիդեոյի ընթացքում մեզ ներվայնացնել, բայց մենք սառը տրեյդեր ենք։ Մեզ նույնիսկ չի ներվայնացնում մեր մինուսները, այսինքն գումարային կորուստը նույնիսկ ինձ չի ներվայնացնում։ Ինչու ես պետք է ներվայնանամ այս անիմաստ լույսից։ Առավել ևս, գիտեմ, որ հիմա մի քանի վայրկյանից նա կդատարի։ Տեսակ։ Հիմա ձեր UID-ը ուղարկելուց հետո միայն թվերը առանց պլյուսների։ Ձեր UID-ը ուղարկելուց հետո մեր admin-ը կստուգի եւ եթե դուք կատարել եք այս երկու պայմանները, դուք կհայտնվեք փակ ալիքում եւ կօգտագործեք մեր այս երկու օգնական ծրագրերը։ Եկեք դիմավորենք մեր գեղեցիկ պլյուսը։ Ահա, խնդրեմ։ Հիացեք։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր ակտիվ դիտորդներից։ Եթե չլինեիք դուք, չէր լինի նաև այս ալիքը։ Գրեք, ինչ է ձեզ հետաքրքրում։ Ձեզ դուր է գալիս ավելի շատ այսպիսի TradingView կայքի վերլուծությունը, ձեզ դուր է գալիս OTC արժույթները, թե ձեզ դուր է գալիս ծրագրի օգտագործումը։ Գրեք, ինչ եք ուզում, եւ ես անպայման դա հաշվի կառնեմ։ Ցանկանում եմ ձեզ լավ օր եւ հաջողություն։